Հայաստանի պետական պարտքը, որն այսօր կազմում է շուրջ 14 միլիարդ դոլար, ինքնին ոչ թե վտանգ է, այլ գործիք։ Հարցը նրանում է, թե ինչի վրա ենք այն ծախսում։ Անվտանգությունն սկսվում է ռազմավարական մտածողությունից, պլանավորումից, բոլոր ասպարեզներում։ Երբ յուրաքանչյուր դրամ ուղղվում է ոչ թե կրակ մարելուն, այլ երկարաժամկետ արդյունք ստեղծելուն։ Ժամանակակից աշխարհում լավագույն ներդրումները շատ պարզ են՝ կրթություն, առողջապահություն, ենթակառուցվածքներ, էներգետիկա, տեխնոլոգիաներ։ Երբ պարտքով կառուցում ես կրթական համակարգ, որը տալիս է բարձր պատրաստվածությամբ մասնագետներ, այդ պարտքն իրեն հետ է բերում, արդարացնում է բազմապատիկ անգամներով։ Երբ ներդրում ես առողջապահության մեջ, ստանում ես ավելի երկարապրող, առողջ, ավելի արդյունավետ աշխատող քաղաքացիներ։ Երբ պետական պարտքն ուղղվում է ճանապարհների, ջրային, էներգետիկ եւ թվային ենթակառուցվածքների զարգացմանը, ներդրումները հասնում են գյուղեր եւ մարզային քաղաքներ, բիզնեսը հասնում է շուկաներ, գյուղացին հասնում է գնորդին, այդպես ընդլայնվում է հարկային բազան։ Սա է պարտքի տնտեսագիտական տրամաբանությունը։ Այն միջոց է ապագա սերունդների համար բարեկեցություն ապահովելու, ոչ թե բեռ դառնալու համար։ Իսկ երբ պարտքով ֆինանսավորում ես կարճաժամկետ որոշումներ, նախընտրական հաճոյախոսություններ կամ աչքաչափով արված անարդյունավետ ծրագրեր, պարտքը դառնում է մաքուր, սպառնալիք։ Մեր մոտեցումը պարզ է։ Յուրաքանչյուր պարտքով վերցված լումա, դրամ պետք է լինի ներդրում մարդու մեջ, նրա գիտելիքի, առողջության, աշխատանքի, անվտանգ կյանքի մեջ։ Միայն այդ դեպքում պետական պարտքը դադարում է լինել խոչընդոտ եւ վերածվում է երկրի շարժիչ ուժի։